Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր տարն է։ Մեր բոլոր թողարկումներում, ինչպես արդեն նկատել եք, նոր տարը հատուկ ուշադրություն է սևեռում ժամանակակից հայ գրականությանը, նախ որովհետև մենք ունենք այսօր աշխարհում լավագույն գրականություններից մեկը, խոսքը մեր դասական կամ միջնադարյան գրականության մասին չէ, այլ արդի գրականության մասին, որտեղ շատ պայծառ անուններ կան եւ մենք արժանիորեն կարող ենք ներկայանալ աշխարհին հենց այսօր ստեղծվող հայկական գրականությամբ։ Բացի այդ, նոր տարը ունի հատուկ գաղափար, հատուկ սևեռում, միասնություն է տեսնել Սփյուռքի հայ գրականության եւ հայաստանյան հայ գրականության հայրենիքը եւ Սփյուռքը մեկ մարմին, մեկ գաղափարախոսություն, դա մեր սկզբունքն է։ Եվ այսօր իմ հյուրն է հայտնի սփյուռքահայ գրող Նեկտար Սիմոնին, ում սրտանց ողջունում եմ, բարի եկաք մեր տաղավար Սիրելի Նեկտար, ու քանի որ նոր դարում ձեր առաջին եթերն է, ես պիտի խնդրեմ ձեր ողջունի խոսքը մեր հեռուստադիտողին, ձեր սրտի խոսքը, որովհետև մեր հեռուստադիտողները շատ բարձր գնահատանքով ու ջերմորեն սիրում են Սփյուռքի հայ գրողներին, եւ պիտի խնդրեմ, որ ձեր տեսագրությունը ներկայացնեք հաճիրճ, ով է Նեկտար Սիմոնին։ Շնորհակալություն հրավերքի համար, պարոն Աբինյան, ես ձեզ շատ լավ ճանաչելով այսօր գտնվում եմ այստեղ, ձեր նվիրվածությունը հայրենիքին եւ ընդհանրապես հայ գրականությանը, արդի գրականության, այսինքն ձեր խորությունը շատ լավ գիտեմ եւ ձեր կոչումները եւ ամեն ինչ։ Հիմա իմ մասին կասեմ, որ ես ծնվել եմ Բագրավան գյուղում, Անի շրջան, փոքրիկ մի գյուղ էր, շատ նման իմ Ադեի գյուղին, այսպես ասած, մեծացել եմ մինչև 11 տարեկան, հետո տեղափոխվել ենք մայրաքաղաք։ Այնտեղ էր բարձրագույն կրթություն եմ ստացել, հետո Երևանից իմ ընտանիքով արդեն իմ երեխաների հետ տեղափոխվել ենք Ռուսաստանի Դաշնություն։ Այնտեղ եմ արդեն հետագա տարիները այնտեղ եմ եղել, բայց երբեք չեմ կտրվել իմ հայրենիքից։ Միշտ հայացքս դեպի Հայաստանը, հայրենիքը, իմ գյուղը, իմ ծննդավայրը։ Ինչպես եղավ, որ իմ ծննդավայրում եղաք ու սովորեցիք Վանաձորում։ Դա մի քիչ երկար պատմություն է, ուզում էի ընդունվել Երևանի պետական համալսարանը, 2 տարի չկարողացա ընդունվել, որովհետև պատմությունը իմը չէր այդքան։ Հետո իմ կյանքում կար մի մեծություն, որը ինձ ուղղություն տվեց, դա Վարդգես Պետրոսյանն էր, ասաց, որ շատ լավ համալսարան է, այն ժամանակ Կիրովական էր, ասաց խորհուրդ կտամ, որ ընդունվես այնտեղ, եւ ես իմ դասախոսները եղել են իսկապես մեծեր, Տիգրան Ավետիսյանը, Մել Սանթոյանը, Տիկին Շավերտյանը, Հովակիմյանը, նրանք Անանյան, նրանք մեծություններ են, ես կարող եմ ասել, եւ շատ ուրախ եմ, որ ավարտել եմ հենց Կիրովականի մանկավարժական համալսարանը։ Շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, մենք մեր գրականության իսկապես նկատելի դեպքերին, նշանավոր դեպքերին ճանաչում ենք իբրև նախ եւ առաջ անհատականություն եւ ապա իրենց ստեղծագործությամբ։ Ես հաճիշտ ներկայացնեմ Տիկին Նեկտար Սիմոնիի գրքերը բանաստեղծական ժողովածու, որ դուք տեսնում եք էկրանին Սիրո թալիսման, իսկ ինչ վերաբերում է ամենից կարևոր եւ Հայաստանում լավ իմաստով աղմուկանած գրքին Իմ Ադեն, պիտի խնդրեմ դուք ներկայացնեք։ Երկու հատոր։ Այո, սա մեկ տարի առաջ 24 թվականին լույս տեսավ Իմ Ադեն, առաջին հատորը, ինձ թվաց կավարտեմ առաջին հատորով, բայց այնպես եղավ, որ դեռ ասելիք կար եւ ծնվեց երկրորդ հատորը։ Ինչ կարող եմ ասել, սա ինձ համար նորից չէր, որ պիտի գրվեր, երկար տարիներ ես մտածում էի դրա մասին եւ անպայման անհնար էր, որ իմ Ադեի այդ իմաստությունը, նրա խոհերը, նրա տխրությունը, ցավը, կսկիծը, երջանկությունը եւ տխրությունը, նաեւ կարող եմ ասել սերը, ինչպես ինքն էր պատկերացնում այդ գեղեցիկ սերը, սիրված կին լինելը, պիտի անպայման նրանք թղթին հանձնվեին, որ կարդային իմ հայրենակիցները եւ բարյանային եւ իմ Ադեն սովորեցնում է մարդկանց չար չլինել։ Ամենակարևորը, որ այսօր դրա կարիքը բոլորս երևի թե ունենք։ Մի կարևոր հարց։
փորձենք բարձր թե ինչու Հայաստանում այսքան լավ ընդունվեց ձեր երկհատորյակը։ Ձերի բարեկամներ, իմ Ադեն երկհատորյակը ներկայացվեց Երևանի Պետական Համալսարանում Պատմության ֆակուլտետում։ Ես որ սովոր եմ գրական միջոցառումների ամբողջ կյանքը տասնյակ տարիներ գրական միջոցառումների մեջ եմ եղել, անկեղծորեն հաճելիորեն զարմացած եւ հիացած ելույթ ունեցա Պատմության ֆակուլտետի դեկան պարոն Գաբրելյանը, հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը եւ այնքան ուսանողները խոսեցին Նեկտար Սիմոնի Իմադեն երկհատորյակի մասին, այնքան լավ մթնոլորտ էր, այնքան կարևորվեց պատմության ֆակուլտետի դեկան պարոն Գաբրելյանը օրինակ շեշտեցան հանգամանքը, որ գիրքը հետաքրքիր եւ պատմաբանների համար եւ ազգագրագետների համար, ու քանի որ պատմության ֆակուլտետում կա այդպիսի ուղղվածություն եւ սփյուռքահայ իրականության քննության ուղղվածությունի ֆակուլտետում, ձեր գիրքը շատ լավ վերաբերմունքի արժանացավ։ Նաեւ ավելացնեմ, որ ներկային միջոցառման տարբեր բույհերի ներկայացուցիչներ եւ իրենք եւս հետարժված խնդրեցին, որ գրքի քննարկումը կատարենք, գիրքը ներկայացնենք Հայաստանի տարբեր բույհերում, կրթական հաստատություններում։ Շատ շնորհավորում եմ ձեզ այս հաջողության համար, որ մենք ունեցանք։ Ձեր կարծիքով ի՞նչն է, որ մարդկանց այդքան հետաքրքրեց։ Ասենք ուսանողներից մեկը պատմում էր օրինակ իր ելույթում էլ ասաց, որ Արցունք Նաշրեին է կարդացել գիրքը, Խոսվեցյանը մեկ շնչով է կարդացել։ Ձեր կարծիքով ինչու այս գիրքը այսպես սիրվեց Հայաստանում։ Ինձ թվում է մենք այն ազգն ենք, որ միշտ ետ ենք նայում, գնում ենք մեր անցյալը։ Մեր անցյալը շատ թանկ է մեզ համար, եթե իսկապես կարողանում ենք նրա մեջ որոնել այն, ինչ մենք կորցրել ենք, իսկ կորուստը միշտ է ցավոտ։ Եվ ես փորձեցի իմ Ադեի աչքերով ներկայացնել այդ ամենը, այսինքն ես ետ գնացի, վերադարձա իմ պատմական երկիրը, իմ Ադեի պատմական աշխարհը, այդ գյուղը եւ ցանկացա, որ սա միայն Արասկեղը չէր այսպեսին, հասկանալի է, որ ես տվեցի նկարագիրը իր կողքի գյուղերի, նրանք իրար նման գյուղեր էին, շատ փոքրիկ տարբերություններով։ Եվ ուզեցի այն հատկապես երիտասարդությունը, ովքեր մի քիչ սառն է ավելի տրամադրված մեր ազգայինի, մեր անցյալի, այդ ճանապարհները, այդ դարուփոսերը դեռ չի կարողանում ընկալել, հասկանալ, ես ցանկացա ասել, որ կարող է մարդը անցնել այսպիսի ծանր ճանապարհներով, կորուստներով եւ մնալ մեծություն։ Ես հետ համաձայն եմ Տիկին Նեկտար, քանի որ երիտասարդության թեման շոշափեցի, դա մեզ համար շատ էական է։ Այսօր շատորն են խոսում իսկապես, որ շատ երիտասարդներ սառն են տրամադրված կամ անտարբեր են, բայց ինչպես պատահեց, որ ձեր գրքի շնորհիվ հենց երիտասարդներն են խոսում հիացմունքով։ Այսինքն խնդիրը ոչ թե այն է, որ մեր երիտասարդները այս են ու այն են, խնդիրն այն է, թե ով է ներկայացնում մեր այդ թանկ անցյալը, ինչպես է ներկայացնում։ Դուք այնպես եք գրել ձեր գիրքը, Ադեն ձեր տատիկն է եղել, եւ դու գիրքը գրել եք իր մահից հետո։ Այդ գրքում ամբողջովին ծերի բարեկամներ, այդ հայ տատիկի խոսքերն են, որոնք դու գրի եք առել, երբ Ադեն չկար։ Այս ինչ հիշողություններ են, ինչքան խոր է տպավորվել ձեր մեջ եւ ինչ պայծառ հիշողություն ունեք դուք, որ այստեղ Ադեի կերպարը կոլորիտային բացառիկ ճշգրտությամբ տրված է։ Սա իմ տատիկն է, սա բոլորիս տատիկն է, սա Հայաստանի տատիկն է, սա խորհրդանիշ մարդ է, որ ուղղակի հիացմունք կարող է առաջ բերել իր ժողովրդական իմաստնությամբ, իր խորությամբ, իր բարությամբ, դժվարություններ հաղթահարելու իր հայկական շնորհքով։ Այս սա է, որ ձեր գրքում հաջողված է։ Ինչպես եք այս ամեն ինչը վեր արտադրել։ Դա միայն հիշողությունն է, սերն է, ինչն է ձեզ օգնել։ Ես հաճախ ասում եմ, որ իմ Ադեն գրելիս կարծես թե Աստծո մատը խառն է դրանում, այդ օգնությունները ստացա, իմ Ադեի կերպարանքով ես օգնություն ստացա։ Նախ ասեմ, որ երկու բան իմ Ադեն խնդրեց իր մահից առաջ, կգրես իմ մասին Բալաջան ու հողն իմ վրա շախ կուտաս։ Երկու խնդրանք նա թողեց իր հետևից, երբ հողն էլ շախ տվեցի ու արդեն պիտի սկսեի գրել։ Եվ զարմանալիորեն իմ Ադեն այնքան գեղեցիկ նաև սիրո մասին էր խոսում, իսկ սերը ինձ համար կենարար աղբյուրն է եղել, որով ես ապրել եմ, միշտ։
Եվ եթե ես ինչ որտեղ ինձ թվացել է ես սայթակեցի պիտի ընկնեմ, այդ մեծ սերը ինձ չի թողել, որ ես խեղճանամ, ընկնեմ, նա ինձ միշտ առաջ է տալիս։ Այստեղ մենք կարող ենք ասել հայրենիքի սեր, շատ սերեր, բայց ինձ համար իմ անձնական սերն է եղել շատ մեծություն, որով ես կարողացել եմ առաջնորդվել, այսինքն մեկը, որը չի թողել ինձ ընկնեմ։ Իմ ադեն չհասկանալով ինչ է սերը, ինչպես ինքն էր ասում էր բալա ջան, ես չգիտեմ այդ սերն ինչ բան է, որ դու կսեք գուլամ, սերս կորցրել եմ, բայց մի բանում լավ գիտեմ, Գիրկոր նոր պտի տուն կա, ես կկանիմ դռան ետևը ու կաշեմ իրա ճամպին եւ պտի տուն կա։ Ես չգիտեմ այդ սերն ինչ է, բայց ես կուզեմ որ ճաշը տակ-տակ լցնեմ այդ անուշ փողը ելնի ու Գիրկոր Ռուդեուսը ապրես եղսո, այս ինչ անուշ էր։ Նա այսպես էր պատկերացնում իր սերը։ Եվ ինձ թվում է այնքան գեղեցիկ էր նա շոշափում այդ զգացողությունը, որ եթե մենք հիմա տարիներ հետո 100 քանի տարի հետո էլ եթե կարողանանք այդպես տեսնել սերը, ուրեմն մենք կարող ենք այդ մաքրության մեջ ապրել։ Շատ համաձայն եմ, շնորհակալություն ձեզ մի լավ խոսք պիտի ասեմ, ես որ գրականագետ եմ եւ ձեզ, այսինքն ժամանակակից բոլոր գրողներին, գիտեք, նայում եմ, դիտում եմ, ձեզ քննում եմ, ուսումնասիրում եմ, գրում եմ ձեր մասին, նայելով մեր դասականներին։ Եվ եթե նրանց ստվերը ձեզ վրա չկա, ապա ժամանակակից գրականությունը կորցում է իր իմաստը անձնապես ինձ համար, կնիքը պիտի լինի։ Մեր դասական գրականության տնույքը պիտի լինի բոլոր արդի գրողների վրա, որով էլ հայ գրականությունը դառնում է հայ գրականություն իր յուրահատուկ ոճով, իր ըմբռնումներով եւ գիտեք ինչն է ինձ շատ գրավ է ձեր մեջ, դուք բռնված եք այդ կրքով։ Ես զգացի որ ոնց որ Խաչատուր Աբովյանը երբ իր վեպը գրում էր ասում է ես մոռացել էի ամիջ անգամ իմ ընտանիքի անդամներին չէին նկատում բռնված այրվում էր բանը Հայաստանի ցավով, Հայաստանի վերքերով, այդպես էլ ձեր մեջ կա մի զարմանալի կրակ, որը հիմա այժմ ես տեսնում եմ այդ կրակը Երևանի պետական համալսարանում, հիմա եմ տեսնում, դուք այդ գիրքը չգրել չէիք կարող, ճիշտ եմ ասում։ Չէիք կարող, որտեղ այդ կրակը ձեզ կայրեր, դուք այդ հանուն այդ կրակի ու դիմանալու համար գրեցիք այդ գիրքը, որտեղ սքանչելի կերպարներ կան։ Ամեն մեկը յուրահատուկ։ Ես պիտի խնդրեմ, որ անդրադառնանք գրքի կերպարներին, ինչպես եք կերտել դրանց։ Ես հիմա մի փոքրիկ բան ասեմ, անցնեմ առաջ։ Ուրեմն գյուղում որ ապրում ենք, մեծ ղուտիկ ունենք, ալյուրի ղուտիկ էինք ասում եւ ես ուզում եմ այստեղ նշել իմ ադեի ազնվության պահը եւ անցնեմ առաջ։ Ասում էր, այնպես լավ էր, տունը հեշտ մեկը չկար, ասի ղուտիկը բացեմ, ալուրը հանեմ, ընձի խավից սարքեմ, ու հեչ մեկը չիմանան ու դեմ ես գողդունց։ Եվ մի կերպ ղուտիկը բացել, ասում է, կյանքումս մի անգամ ասի գողդունց էլի ու դեմ հեչ մեկը չտեսնի, որ չսեն բգլադեր էլի, գնաց բացեց կերավ, եւ մի կերպ այդ ծանր կափարիչը բարձրացնելով, ուզում է ալյուրը հանի մեծ շատ մեծ ղուտիկ էր եւ չի կարողանում բոյը այսպես փոքրիկ կին էր աթոռը դնում է ոտքերի տակ եւ գլխի վրա ընկնում է ալյուրի ղուտիկը երբ գլխի վրա ընկավ ալյուրի ղուտիկը ու արագ դե բարձրացել է ոչ ոք չկա տանը ու այդ պահը երբ նա պատմում էր ասում է այդ պահին ես ալրակոլոր ջերմա գիտես է ձուններ եկե իմ գլխին ուսի Գիրկոր նա կանչում է իր ամուսնուն Գիրկորը լարի տես Քու եղսոն ալուրի մեջ գլողնա, այսինքն դրա մեջ ամեն ինչ կա, այդ ցորենը, ալյուրը, ասում է անուշ հոդի մեջ, ես մորցա որ ես ընկա այդ ալերի բոշկե, այդ ալերի ղուտիկը, ու եղսո սի քեզի քիչ էր, իմացի ինչ կնշանակե գողդունց, բան էնել է, ու հմիս մե նստած ալերի ղուտիկի մեջը կսպասեմ, Սիմոնս եկ պտի գարու ինձի հանե, Դա արդեն բավական էր, որ ես չեմ ծնված եղել այդ ժամանակ, երբ նա պատմում էր, ամեն ինչը խորհուրդ ուներ նրա խոսքի մեջ։ Եվ դա իր կերպարի մասին ես ուզեցի ասել, իսկ նա կերպարն էր շատ գեղեցիկ էր նկարագրում։ Նա երբ իմ մանկության այդ շրջանից ասեց, արի նստի կողքս մեր գեղացունց մասին էլ քեզի պատմեմ, որ դու իմանաս թե Արասկեղում ինչ մարդիկ կապրեին։ Մեկը աղքատ, մեկը հարուստ, Մեկի կողքով հաջողություն անցել էր իրա փեշից, քաշելով կվել իրար, այն մեկն էլ ինչ կեներ հաջողությունը մոդիկ չէր գա, ման էլ կաբրեր։ Եվ այստեղ ուզում եմ առանձնացնել այդ կերպարների մեջ Առաքելին։ Ասում է հորն ու մորը թողեց անտեր ու դուս,
Մեկ կողմը ունեն չունեն կողմ, մսուրկի կողքը, անտեր ու դուս, այդ մե տղեներ, որ պայե վենձը ծրել էին, հնգավ իրակ ընգա խելքին, թուլ տղամարդ էր, երեխանսն առավ գնաց ғարս, ուս մեկ սեմ ғարսը քեզ ինչ տվեց, մի օրը ասում է Սորնի տուկը շալագս տուն կուկամ, արդեն գմոդենամ գեղին, ասում է, հենց տրուբեն որ գտեսնեք, գիդե կուրխան այ արդեն տանը գմոդի գնամ, ադես պատմում էր, տեսնեմ մեկը ասում է, ոտկը քարշ տալով, ոտերը քարշ տալով գմոդի գնա, աշեցի, տեղը բերի հորը շադեր նման կսեմ, առաքել ես, դու ես, ասում է, չպատասխան է ծնծի, մեղավոր էր, ինչ պատասխան էր, երեխեքը մեռել էին, կնիկը մեռել էր, որ մնացել էր անտեր, նոր հիշել էր, որ ինքը մերիգու հեր է թողել, մսրկի այդ գոմի բոլորը ու ետ կուկար, սմեսեցի առակել ընչես էգ է, հում համար ես էգ է, էլ մերիք չունես, որ լուսամուտից քու ճամպին աշե, էլ ծնող չունես, ոչ ոք չունես, ու չի դեսել քու հերնումերը, որտեղ են թաղած, բայց մե տարա ցույց տվի սիգրի, ասում է առակել ընգավ հողին, թե ինչքան մնաց է թացողին ու ինչ կսեր, ինչ ներող, ինչ կաղերսեր իրա հորնումորից, էլ խաբար չեմ, ես եկա ինչ ճամպով ու կսեմ որ ինչ էլ եղնի վախեցեք Աստծու պատժից և ես ինքս էլ հավատում եմ, որ այդ պատիժը օրերից մի օր մարդ գալիս է վերևից այդ պատիժը և լավ ձևով է գալիս և վատ ձևով Ես ձեզ ասեմ ձեր հաջողության Եվ այս գրքի սքանչելի հաջողության, որ պիտի շարունակենք անպայման սերի բարեկամներ համայնքական գրողների միությունը այս գիրքը համարում է շատ կարևոր արդիական նշանակություն ունեցող եւ մեր կրթական հաստատություններում բուհերում պիտի ներկայացնենք ընթերցողների հետ քննարկումներ պիտի կազմակերպենք, որովհետեւ այն ուղղությունը, որ այսօր մեր գրական կազմակերպությունը ունի գնալ դեպի ժողովուրդը, վերհանել ժողովրդական իմաստնությունը, դարձնել մեր արդիական մտածողության հենքն ու հիմքը անչափ կարևոր, որ արտահայտված է այստեղ։ Ուզում եմ ձեզ ասել, որ ձեր հաջողության, այս գրքի հաջողության հիմքերից, նախադրյալներից մեկն էլ գիտեք որն է, ձեր լեզուն Դուք ոչ թե ոճավորել եք ադեի, դուք այդպես մտածում եք, այդպես հիմա խոսում եք, ու սա ձեր լեզուն է։ Եվ ահա թե ինչ այնքան բնական է գրքում հնչում, ձև չեք արել, չեք օրինել, չեք ստեղծել, չեք մոգոնել։ Սա ձեր լեզուն է, որով դուք մտածում եք։ Ես հիմա հասկացա, առաջ զարմանում էի, ո՞նց եք վերականգնել ադեի կարծիքները։ Դա դժվար բան է։ Ո՞նց եք կարողացել, բայց սա ձեր լեզուն է, ձեր կյանքն է։ Ինչ որ նա ասել է, տատիկը ինչ որ ասել է, մտել է ձեր սրտի մեջ եւ դուք շատ բնականորեն արդեն կարող եք վերարտադրել ձեր զրույցները եւ այդ կերպարը, որ ձեզ համար այդքան սիրել է, գիտեք, շատ պիտի խնդրեի, որ մի հատված մեր ընթերցողներին ներկայացնեք, որը որ կընտրեք։ Սիրո։ Հա, որը որ կընտրեք, այդ ներկայացրեք, որովհետեւ Ես կկարդամ վերադարձը, որը երևի թե բառ առ բառ այստեղ նույնիսկ գեղարվեստական խոսքերը չեմ էլ ավելացրել, ամբողջությամբ ադեի իր խոսքը, իր մտածածն եմ ես այստեղ գրել։ Գիրգոր ջան, օրըմբեսեղնի եդեր տանք, են կարմիր ծաղիկներով արխլուղս կհակնեմ, ու քու առած խաս լաճակս կկաբեմ, արասկե խասնելու վաղտը թևդ կմտնիմ ու հաղթածի պես կաշեմ բոլոր տանկս։ Օրըմբեսեղնի եդեր տանք, հեչ մեսելմ չեմ նստի, ոտներս թողքել անջայել ավարի, հողը պաչելով։ Ճամպեկի ծաղգունքը կհավակեմ, փունչ կենեմ ծոցիս վրա, ու կերկեմ աղջիկ վաղթված պես, ջան գյուլումի տոն կսարկեմ, ու իմ գեղի սարերը կհասկնան, օրըդի գեղսոյի ձենն է, արխլուղս կարել եմ, ոսկե կոջակ շարել եմ, ու ըդման կերտամ հարի հասնում տունս, դուրը կբանամ, բալնիկը գիրկորիս ջեբն է, մորս խալին էլի կկախեմ են վիրի օթախի պատից, որ թախտին նստելուց գիրկորիս թիգունքը տակ մնա։ Են ջարտած սեղնի ոտը սարկել կուդամ, որ սեղան կծեմ իմոնց համար, դեզի տեգից կհանեմ արծտե սամավարներս ու նորից կդնեմ մեր գեղացի համոյի սարկած շիֆաներկի գլուխը։ Իմ տանս երգու նեղլիկ լուսամուները կբանամ, որ արևը նես մտնի, որ նամ շահոդը կորի, նեսի դրների պարդեկը կթազծնեմ, պարդեկից տգից երգտեշ պիլկեկը կախ կուդամ, որ ծանդը ռեղնի,
որ ամեն յեդու առաջ ենելուց շխշխկան փարդուտեգից։ Կարող է կբողոքեն, շպիլկեն էլ բողոքել գիտե, ինքը սովոր է որ շրիդի գլխին եղնի։ Օրըմբես եղնի յեդեր տանք, սաղ ջանդը գովս մեկ կպարգի մի մարդի հողի վրա, կպատտվի միրան ու կպաչեմ, հարիքունը ստանի։ Հողից ծոցից կելնիմ ու կմտնի մի մարվի ծոցը, թողեց զուլալ ջուրը վրովը սեր տա, անձի մակրս ծնե, անձի շունչ տա, անձի մերոնա ջրե, հետո գելնիմ իմ թաց արխլողով, կերտամ կնստիմ կեսրարիս տնգած ծառի տագը ու իր արմդների հետ դարդս գուլամ, հետո եբ որ մտնովը տա, կկախվեմ իմ տիրոջ փեշերից ու աղերսան կենեմ, որ համբերությունս հաղթե ապրած օրերիս ու ցավը ագրապի պես չկտծե յարեկս, օրըմբես եղնի յեդեր տանք, առանց քեզի գիրկոր ինչ եղկերտամ, կմոլրիմ ճամպին, մինակ մարդը տեղ չի հասնի։ Աչավ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Գիտեք Նեկտար, Համոսահյանին, որ հարցրել են, թե գրողը ով է, ինչ է գրողը, բանաստեց, որ ասում են, ինչ է շնակում բանաստեց, Համոսահյանն իրեն բնորոշ ոճով պարզ բացատրություն է տվել, այդ հանճարը մարդը ամենապարզն էր երևի Հայաստանում, ասում էր, սեր ինջերներ, բանաստեցը շարքում է պարզապես լավ մարդ, դուք լավ մարդ եք, Նեկտար Սիմոնի, որ այդպես կարողանում եք սիրել, որ այդպես ձեր սրտի վրա բարդ կա, որը դուք պարտավորություն ունեք կատարել ու կատարել եք, ու թող մեր այս հաղորդումը լսեն մեր արցախցի եղբայրներն ու քույրերը, մի վհատվեք բարեկամներ, նեղությունները նրա համար են, երբ որ մենք հաղթահարենք, մենք կանք նրա համար, որ նեղությունները կարողանանք հաղթահարել, մեր ազգը շատ է տեսել նեղություններ, ու ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր հուսահատական խոսքեր են ասում ազգին չի կարելի, պիտի ապրենք ու ապրեցնենք մեր ժողովրդին։ Եվ հիմա ես ուզում եմ խնդրել Տիկին Նեկտարին իր կյանքի ամենակարևոր արարքներից մեկը պատմի։ Երբ ես իմացա, շատ հուզվեցի Երևանի պետական համալսարանում, դուք խոսում եք, ես լացում էի, գիտեք, նկարում էի, կամերան թույլ չէր տալիս, որ դուք տեսեք, ես տեսա, որ բոլորը հուզված են։ Դուք կարդում եք էջեր ձեր գրքից, ու մենք հիշում ենք մեր տատիկներին, հիշում ենք մեր Արցախը, մեր արևմտյան Հայաստանը, այն ինչ որ կորցրել ենք եւ ինչ որ շատ ենք, ու ես լացում էի։ Այս սա է գեղարվեստական գրականության են սքանչելի ուժը, որ կարողանում են մաքրել հոգիդ, ուժ տալ հոգուդ։ Դուք գնացիք գտակ ԱԴ-ի Արազ Գեղը, գնացիք գտակ դժվարություններ հաղթահարելով, բայց գտակ։ Ես գիտեմ, որ դուք կյանքում շատ լավ բաներ եք արել, բայց ամենալավ գործերից մեկը սա է։ ԱԴ-ն խնդրել էր, չէ, որ գնաք գտնեք Գեղը, ասեք, ինչպես գտակ այդ դժվարությունները հաղթահարելով, որտեղ է այս Արազ Գեղը, թող մեր ժողովուրդը իմանա։ Ես դրա մասին Մենք էլ ենք գնալու Արազ Գեղը, այո, գնալու ենք։ Այո, նորից հակիրճ կասեմ, մինչ մահն արդեն իր լաչակը ինձ թողել էր, իր կապույտ լաչակը գեղեցիկ հիրիկներով, ծաղիկներով ասեց, ես այս լաչակս ի մեջ չդնեք, այս լաչակս պետք է մնա, որ Սիմոնիս բզդիկ աղջիկը հող բերե։ Այսինքն Նեկտարը պիտի գնա եւ Արազ Գեղից Սիմոնի բզդիկ աղջիկն էի, քանի որ վերջին երեխան էի 6-րդ, այդպես էր ասում։ Եվ տարիներ հետո, շատ տարիներ հետո կարող եմ ասել, երբ արդեն ես վիճակի էի շատ սիրուն ձևով գնալ, որ կարողանայի գյուղը գտնել, ես միշտ պատկերացնում եմ, իմ պատկերացումների մեջ կար այդ գյուղը, ինչպես ինքն էր ներկայացնում, ինչպես ինքն էր պատմում, որ կողմում, ինչպես պիտի գտնեմ, որ խաչքարը ինձ ուղղություն կտանի ավերակների, եւ այնպես ստացվեց, որ ես զգացի, որ ես հասա Արասկեղ, արդեն մոտ եմ նրան եւ նայում էի գյուղին, նայում էի այն թմբերին, եւ այդ թմբերի վրա երևի թե ես որոնում էի այն ծաղիկը, որն իմ ադեն ասում էր, ինքը փշե ծաղիկ է, բայց համայրա թե չի ծագե, ինքը ցավ չի տա։ Այս Բագրավանի ծաղիկները գմրմրծն են որ կծագեն, ես փնտրում էի այդ փշե ծաղիկների, ցորնածաղիկն էի փնտրում, բայց ամենից շատ ես փնտրում էի լալաները, ինչպես իմ ադեն էր ասում, սև սիրտ լալեկը, մի օր հարց տվի, ասի ադե ջան, ինչի ես այդպես ասում, սև սիրտ ասեց, իրան սիրնել է ինպես սև, ասի պատճառը, և ինչպես նա ասեց, լալայի թպերը շուտ են թափվում, շատ շուտ, նրանք մեկ երկու օրից սկսում են թպերը թափվել,
ու ասում է իրանք դուրմար գտխրին ու սրդերը սև է, որ իրանց թփերը շուտ կթափին։ Իսկ դե համեմատ է Անթարամի հետ Լալան, Շուշանի հետ, թեկուզ Մանուշակի ծնծաղիկի, նրանք երկար են ապրում, Լալան կարճ է ապրում, որտեվ ինքը շատ է նուրբ ու շատ է քնքուշ։ Իմ ադեն էլ էության նուրբ, քնքուշ կին էր, ամբողջ իր տառապանքի մեջ նա մնաց իր վեհության մեջ, նա կարծեց, թե մի բյուրեղյա մաքրություն, բյուրեղյա այսպես թափանցիկություն կար, այդ թափանցիկություն կար նրա մեջ, որը ուղղակի պիտի տեսնել, եւ դա ես տեսնում եի նրա զրույցներում, այդ պատմությունների մեջ։ Հիմա Արազգեղը չկա։ Արազգեղը չկար, այնտեղ կային այսպես կարծես թե հին ինչպես իմ ադեն ասել, չագիլներ էին, քարեր, չագիլ էր ասում իմ ադեն, այսինքն եթե քարերի կույտ է, դա չագիլն է, կային այդպիսի կույտ էր։ Այսինքն տներ են եղել։ Հա, տներ են եղել, ըստ իմ ադեի ասում էր կտուրները սև տոլից էին, տոլ էին, բայց այդ տոլը հեշտ բան չէր կրնային, դու ստգից մեկ է, կողքերից կանաչիկ բուսներ ու ամառ նոր կնայիր երտիգներին, գիտես թե դոնք ամեն մեկը մի արդը մեղնեին, այդպիսի կանաչություն աղի կտուրների վրա։ Հասնում ենք անի, այ մեր ետնանկարում անին է, հասնում ենք անի։ 2 կիլոմետր ոչ ավել։ Ոտքով կարելի է անից գնալ Իհարկե։ Ու որտեղ մնացել են միայն այդ քարե բլուրները։ Այդ քարե բլուրները եւ ինչն է զարմանալի, ադեն դա երևի թե չափազանցում էր, այնքան մոդիկ էին Կարպաճային, վաղտկա մեր գեղից գիտես թե Արպաճայի խշշոցը գուկար իր խշշոցը, բայց իրականում չէ, պարզ է որ խշշոցը ձորի մեջ չէր ասնում, բայց նա այնքան մոտ էր զգում իրեն ջրին, այդ տարածությանը, ասում էր որ հասնես իմ գեղը Արպաճայի խշշոցի հետ կմտնի սինքեղը։ Այդ խշշոցն է քո հետ կգա։ Այսինքն դյուղը չկա կամ մի քանի քարակույտեր, բայց դուք սրտով զգացիք, որ դա հենց Արազգեղն է։ Ինձ թվաց, որ ես կանգնել եմ իր ոտնահետքերի վրա եւ այդ պահայես, այդ սարսուռը, այդ նաեւ այդ քնքշություն, այդ ջերմությունը զգացի եւ հենց մի քայլ ետ եկա եւ ոչ թե հենց առաջ կամ հետեւ հենց այդտեղ որտեղ ես կանգնած եմ հետ գնացի մի քայլ եւ այդ տարածությունից ին պայուսակի մեջ փոքրիկ այդ բակար փոքրիկ էսպես որը հատուկ վերցրել էի այդտեղ էլ քանդեցի եւ այդ սրսուր նախ ձերքերիս մեջ այդ հողը այսպիսի սրսուր հող այսպիսի մաքուր հող նույնիսկ արմատի հետքեր էլ չկային կարծես մաքրություն լիներ այդ հողը ես ինձ թվում է որ դա այդ հողին հնարավոր չէր չկպչելու չմնալ մի հարց դուք յուղը պատկերացրել եք նախքան Արազգեղ գնալը այո պատկերացնում դա Ադեն ձեզ ինչ որ բաներ դուք դա զգացիք ինչ որ պատմել եք այդ յուղի մասին ես որոնում էի իր կեսրարի տնկած ծառը որը ես չգտա բարձր ես որոնում էի այն երկու ջրհորները ասում են մենակ մեր գեղը ունի երկու ջրհոր սա գեղերը մի հատում ունեն մեկը դեպի Արպաճայանն է մեկը թմբի տակն է եւ ես փնտրում էի նաեւ այն ինչպես ինքն էր ասում դա չկա իմ գրքում ես նոր երրորդ գրքում երևի կլինի սա մետեղում կար մեր գեղի քովը, այդեղ միշտ հաց էր, այդեղի կանաչի գույնն էլ ուրիշ էր, միշտ կվարվռար, այդ կանաչը կվարվռար, ասում է գեղացիկ մեկ քանի հոգիմ գիրկորի հետ գնացին, ասին, հլեր տանք տեսինք ինչ է այստեղ սման հաց, ու սկսել են փորել այդ տարածքը, եւ ասում է մեկ էլ ջուրը ֆոնտանի պես, ասում է բարձրացավ, ասում է այդ ֆոնտանոր տեսան գեղացիկսին Ես ուրեմն դրա տակով ինչ ջուրը գնում է, որ այդ տարածությունը միշտ հաց է, ասում է համը ֆոնտանոր պես թրավ է, լավ, ասում է իմ սանասարս վազեցումը դա ֆոնտանի տակ է, իր 8 տարեկան որդին մեծ հոր եղբայրս, ասում է այդ ֆոնտանի տակից որ դուս եկավ իմ սանասարը, ասում է 5 ուրիշ շողքեր իր երեսին, այդ այսինքն բնության անարատության մասին էր խոսքը, եւ դա ինչ որ հետագայում Արանքարակ պատմում են, ինչ որ բուժիչ ջուր է եղել, եւ ասում է հետո որ ֆոնտանոր միշտ կուկար, ասում է կողքի քարերը ջերմագ էին։ Քսենք սիգոր ձնա գնդեր են, ինչի չեն հալի։ Էդ էլ իր միամտություն, ասում է կերտանք որ ձեր կուտանք մեկ էլ կտանենք լիզվներից, ասում է քիչ աղություն ուներ։ Երևի ինչ որ հատուկ ջուր էր էլի, բայց երեխաները միշտ ամռանը մտել են այդ ջրի տակ եւ այդ ֆոնտանն էի որոնում այսպես ասած որոնում էի այն երկու մեծ ժայռանման քարերը
որ շատ բան չկար, բայց ես զգացի, որ դա է եւ մութ ընկա, մենք ճանապարհվեցինք երբ մութ էր, ես երկնքում որոնում էի այն աստղերը, որ իմ ադեն ասում էր մենք աստղին բոլոր հերթով դուք ասում եք 4 աստղ կար 6 քիչը պզդի ես անկախ ինձանից հերթականությամբ աստղեր էի որոնում որոնք այդքան աստղերի մեջ չկար եւ մի բան էլ ասեմ իմ ադեն Երևանը չեր էլ սիրում նաեւ ինչի համար ասում են երկինք աստղ չունի մեր գեղի աստղները ու քանի որ 6 երեխա հողիներ հանձնել ասում էր Իմ երեխեքս ընդեղից ընձի կաշեն, բայց Երևանը իմ երեխեքս այդտեղ չեն, Երևանի երկինքի մեջ երեխեքս չկան, երեխեքս իմ գեղի երկինքի մեջն են, բայց իրանք էլ ասնից խռովանոր եկա ես այս քաղաքը։ Շնորհակալ եմ Տիկին Նեկտար, ես ձեզ հետ զրուցում մտածում եմ ինչի մասին էր այս հաղորդումը, ինչի մասին ենք մենք խոսում, ու եկա մի եզրակահանգման կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ եւ մեր հեռուստադիտողը մենք խոսում ենք սիրո ամենազոր ուժի մասին եւ թող այս զրույցը լսեն բոլոր նրանք ովքեր ուզում են որ մեր ազգային կյանքում հասնենք մեր նպատակներին Արցախ պիտի վերադառնանք անպայման եւ եթե ինձ հարցնեք թե ինչի շնորհիվ կպատասխանեմ սիրո ամենազոր ուժի շնորհիվ Արևմտյան Հայաստանը պիտի մերը լինի, անպայման մերը պիտի լինի, ինչպես ինչի շնորհիվ սիրո ամենազոր ուժի շնորհիվ։ Ես հավատում եմ սիրո ամենազոր ու գերբնական ուժին։ Ահա թե ինչու սիրենք, շատ սիրենք մեր երկիրը։ Սիրենք այնպես, ինչպես պատվիրել է իմ ադեն Նեկտար Սիմոնիի տատիկը, եւ նա ապրում է մեր մեջ, մեր տատիկների բոլորի մեջ, մեր ծնողների մեջ, մեր հայրերի մեջ, մեր նախնիների մեջ ապրում, հավատալի մնանք այդ ավանդույթներին եւ սիրենք այն գրողներին, ովքեր զրուցում են նախնյաց կանչելի ավանդույթների եւ անցյալի հիանալի կերպարների մասին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ հյուրին երբարական հիշեցնեմ, որ իմ հյուրը սփյուռքահայ գրող Նեկտար Սիմոնին է եւ մենք ներկայացրինք, փորձեցինք ներկայացնել երկհատորյակը իմ ադեն։ Եթե ձեզ հետաքրքրեց մեր հաղորդումը, դիմեք նոր դար խմբագրություն, մենք ձեզ այս գրքերից կտանք ծանոթանալու համար, որովհետեւ շատ կարեւոր խոսակցություն ենք բացում մեր ազգի հերանեկարի, մեր հայաստանյան ապագայի մասին։ Շնորհակալություն Տիկին Նեկտար, ես ձեզ հայտնում եմ մեր խորին երախտագիտությունը, այն լավ աշխատանքի համար, որ դուք կատարեք գեղարվեստական առումով արժեքավոր աշխատանք, մաղթում եմ հաջողություններ, եկեք շարունակենք ճամփորդություն դեպի ժողովրդական իմաստնության այս գանձարանը։ Ձեզ սիրելի բարեկամներ, ասում եմ ստեղծություն, մինչ նոր հանդիպում։